Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ Կայացավ հոբելյանական միջոցառումը, որի պաշտոնական բացումն ազդարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ընդգծելով հանձնաժողովն այսօր փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը։ 25 տարին մենք եզրագիծ չենք համարում, մենք գտնում ենք, որ մենք ճամփի ենք և բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք, քանզի չի կարող լինել հասարակության մեդիայի վստահություն, եթե նրանք համոզված չլինեն որոշումների անաչառության և անկախության մեջ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, որտեղ նշվում է. այն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը։ Երբ որ մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք միգուցե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին, հաճո չլինեն, բայց նրանք առաջինը ծառայում են հանրայինային և նրանք օբյեկտիվ են, անկողմնակալ և առանց դրսի ճնշումներից։ Սա ամենամեծ նվաճումն է։ ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսն էլ նշում է. մեդիադաշտը տվյալ պետության աուրան է, պետության գլխի շուրջ նշմարվող լուսապսակը, թե դա ինչ գույն ունի հասարակության նորմատիվային խնդիրն է։ Եթե փորձեմ բնութագրել մեր լրատվական մեդիադաշտը, ես 3 բան կասեմ. այն ազատ է, երկրորդ, այն շատ հակասական է, ինչը նոր զարգացող մեր հասարակության համար բնական է, և երրորդ, այն մեր հասարակության արտապատկերն է։ Հոբելյանական օրվան ներկա ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը միջոցառմանը մտովի վերադարձավ 2001 թվական, վերհիշելով հասարակության և մեդիայի հարաբերություններն այդ օրերին։ 2001 թվականին հայրիկս առաջին անգամ գնեց մեր տան առաջին գունավոր հեռուստացույցը։ Եվ դա դեպի աշխարհը բացվող իմ միակ պատուհանն էր այն ժամանակ, և հիմա երբ որ ես նայում եմ իմ անցյալին, գիտեմ, թե որքան էական է եղել հեռուստատեսության ազդեցությունը իմ կյանքի, իմ ձևավորման, իմ աշխարհայացքի վրա։ Անցած 25 տարիների ընթացքում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարողացել է թվայնացման, տեսալսողական բովանդակության արագ տարածման պայմաններում նոր կարգավորման մեխանիզմներ մշակել, ձևավորել տեսալսողական ոլորտի կարգավորման համակարգ։ Առաջիկա անելիքների մասին խոսելով ՀՌՀ նախագահը նշում է. համացանցն ու արհեստական բանականության գործիքները քաոս են ստեղծել, որը միջազգային սպառնալիք է։ Այսօր աշխատում են այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։